Քաղաքակրթության զարգացման հարցում փողը կարևոր դերակատարություն ունի։ Այն մարդկության մեծագույն հայտնագործություններից մեկն է, մեր կյանքի անբաժանելի մասնիկը։ Մինչև փողը մարդիկ ստիպված են եղել փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները, սակայն ժամանակի հետ փոխանակումը դարձավ անհարմար եւ մեր թվարկությունից առաջ 7-ից 8-րդ հազարամյակում առևտրականները ապրանքները փոխանակում էին բոլորի կողմից միասնական միավոր ընդունված արճիճի կտորների հետ։ Փողի ծննդյան պահից մարդկանց մեծ մասը շատ բարձր է գնահատում դրա արժեքը եւ նշանակությունը։ Մենք երազում ենք դրանց հնարավորինս շատ ունենալ եւ փնտրում ենք դրանց հասնելու հեշտ եւ կարճ ճանապարհներ։ Այսօր արդեն հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց փողի։ Առանց դրամի մարդը իրեն լիարժեք չի զգա այս կյանքում, այս աշխարհում։ Ինչ կլիներ, եթե դրամ չլիներ հանկարծ, կամ փող չունեցողը ինչ կարող է անել, ոչինչ չի կարող։ Նախ դրամ պետք է որ նա կարողանա սնվի, կարողանա հագնվի, կարողանա ապրի այս աշխարհում, կարողանա ապրի, իրեն տեղն ունենալ։ Որպես բժիշկ ասում եմ, դրամ չունեցողի բուժումներն էլ հնարավոր չի կազմակերպել։ Հայտնի է, որ փողը փչացնում է մարդուն, սակայն սեփական ուժերով դրան վաստակելը մարդուն ինքնավստահություն է տալիս։ Կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ ով կարողանում է գումար վաստակել, ավելի լավն է եւ ավելի խելացի, քան նրանք, ովքեր չեն կարողանում դա անել։ Սակայն գումար վաստակելը նույնպիսի կարողություն է, ինչպիսին օրինակ երգելը։ Մեկը կարողանում է, մյուսը ոչ։ Երրորդը դա անում է գերազանց, իսկ մեկն էլ նույնիսկ չի փորձում։ Ունեի սիրած աղջիկ, որին մտածում էի, չէի կարողանում նրան սեր խոստովանել, որովհետև ինչ որ միտեղ գնալու համար կամ ինչ որ նվեր գնելու համար ինձ գումար էր հարկավոր, ես պետք է այդ գումարը խնդրեի իմ ծնողներից, բայց չէի կարող ես դա անել։ Այստեղ արդեն կախվածության մեջ է մտնում ծնողը, կախվածությունը ծնողից։ Եվ ծնողը պետք է հասկանա, ենթադրենք 16-17 տարեկան տղա կամ ենթադրենք ուսանող երեխա է, ուսանող պատանի է, ուսանողը չի կարողանում ինքը իր այդ ծախսերը հոգալ, չի կարողանում աշխատի կամ ժամանակ չունի աշխատելու, չէ, նա պետք է ծնողից վերցնի այդ փողը։ Ծնողը ինքը պետք է մոտավորապես արդեն իմանա ինչքան փող տա այդ երեխային, որ նա հոգա իր ծախսերը։ Փողը փոխում է մարդուն, հարստացած մարդիկ բնավորության նոր գծեր են ձեռք բերում, որոնք դուր չեն գալիս նրա հին ծանոթներին։ Իրականում փողը ոչ թե փչացնում է մարդուն, այլ բացահայտում։ Եթե շատ փող են ունենում, դա էլ ինչ-որ տեղ կարող է կաշկանդել մարդուն, կարող է կախվածության մեջ գցի։ Այլ ես որպես հոգեթերապևտ եմ ասում, կարծես թե մարդու հոգին վերագործում է, կարծես կախված է, կարծես այդ փողի հետևից է նա գնում։ Այն աստիճանի, որ նա դառնում է փողի գերի։ Գումարը ձեզ անվտանգության զգացողություն կտա։ Ձեզ թվում է, որ ամեն բան ձեր վերահսկողության տակ է։ Մենք միշտ մտածում ենք մեր երեխաների կրթության մասին, ծնողներին ձեր տարիքում ապահովելու, ինչու ոչ նաև մեր առողջության մասին, եւ գումարը մեզ վստահության զգացողություն է ներշնչում, մեզ դարձնում է ամենակարող եւ ինքնաբավ, իսկ դրա բացակայությունը վախ եւ խուճապ է առաջացնում։ Այն ազնվորությունները, որոնք որ փողի կարիք ունեն, նրանք կարծես թե ճնշված հոգեկան աշխարհին ունեն, ճնշված են մնում եւ ընկերական շրջապատից, եւ հարազատների կողմից, եւ բարեկամների կողմից, եւ ընտանեկան։ Տեսեք տղամարդը ենթադրենք եկավ տուն, հետո ինչ որ մի բան չառավ, չբերեց, թեկուզ հացի փող չունեցավ, կամ ինչ որ ձևով մի փոքր վաստակեց, նա արդեն ճնշված է զգում կնոջ նկատմամբ, երեխաների նկատմամբ։ Երբ արդեն ես ունեցա աշխատանք, արդեն ինձ համար ավելի հեշտ եղավ, ես կարող էի վստահ լինել ավելի, նրան ավելի սեր խոստովանել եւ նրա հետ գիտեի, որ արդեն կարող եմ նրան զանազան նվերներ գնել, նրա հետ ինչ-որ միտեղ գնալ, ես արդեն ավելի հանգիստ էի։ Ես ուղղակի գտնում եմ, որ այս կյանքում իրոք գումարը հարկավոր է։ Փողն իհարկե շատ խնդիրներ է լուծում։ Կարևոր է հիշել, որ իրականում այն ոչ լավն է, ոչ էլ վատը։ Մարդիկ փողին տարբեր կերպ են վերաբերում, կամ դառնում են փողի տերը, կամ նրա գերին։ Այն դարձնում են ոչ թե միջոց, այլ նպատակ։ Եվ այն, թե ինչ դեր ունի փողը մեր կյանքում, կախված է միայն մեզանից։